Մեր գեղեցկուի Լիանան է։ Բարև Լիանա ջան։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Լավ ենք, շնորհակալություն։ Կարելի է։ Լիանա ջան, տունը ձերն է։ Ճիշտն ասած, սեփականացրած չի տունը։ Հա։ Մի քանի ժամանակ առաջ տենց ուզում էինք սեփականացնեինք, այն որ մի քիչ տենց քաշքշուկների մեջ բան, ճիշտն ասած, այդ գումարել չկար ձեռքներս, տենց մնաց կիսով թղթերը։ Հասկացա, բայց վարձել չեք տալ։ Չէ, վարձ չենք տա։ Հա, կարելի է։ Ահա, եկեք։ Վերանք փախստական են։ Հա։ Վերից եկել են, այս տունը վերցել են ու տենց։ Բարձա։ 4 բալիկ չէ, բարև ձեզ։ Եկեք, համեցեք։ Իսկան շատ շունիկներ ունեք։ Բարև ձեզ, համեցեք։ Տանա, բարև։ Տանա ապրում եք։ Տանը ապրում ենք ես, ամուսինս, 4 երեխաները, մեկ էլ կիսուրս։ Հա, Աստված պահի։ Լիանա ջան, ձեզ կով ենք բերել։ Այո։ Ոնց նա հավանել է։ Շատ լավն է, այո, շատ հավանեցինք։ Ուրախացել են երեխաները։ Իհարկե։ Լիանա ջան, Թելման եւ Արիսն են ուղարկել։ Շնորհակալություն ենք հայտնում Թելմանին եւ Ալիսին, Աստված նրանց օրհնի, նրանց գործերին հաջողություն եւ նրանց երկար տարիների կյանք։ Շատ շնորհակալություն։ Իսկ ինչ նպատակներ ունեք, գյուղում ուզում եք ապրեք, քանի որ նորաստեղծ ընտանիք եք, զարգացող, աճող։ Դե ոնց տենում եք մեր տունը չեմ ասում լավ վերանորոգված է։ Բայց գոնե աշխատում Ավելի եք։ վատ վիճակում էր, քանի որ չենք ուզում գյուղից դուրս գանք, այն որ Ապրեք։ հնարավորություններով արդեն դες քիչ-քիչ ուզում ենք տունը Շատ վերանորոգել։ ապրեք։ Եվ նաև մեր ծրագրի նպատակն էլ հենց այդ է, որ տանք այն ընտանիքներին, ովքեր չեն ուզում գյուղը լքեն, նախ գյուղը զարգանա, ընտանիքները զարգանան, հետո որ նայում ես մեր Հայաստանում շատ գյուղեր դատարկվում են ու շատ ցավալի է, էլի։ Դες 4 հրաշք բալիկ ու գյուղում շատ քիչ են, չէ՞, այստեղ երևի բազմազավակները։ Հա, էլի Մի քանի ընտանիք, հա, շատ հրաշալի, Աստված օրհնի քո գեղեցիկ ընտանիքը ու շատ կուզեմ կովին գնանք նկարենք։ Իհարկե, գնանք։ Ոնց որ մեր Հա, բայց սիրում եք, գոմը շատ հարմար է, շատացնելուն, չէ՞։ Սենց ինչ որ տեղեր կապում են, քանի որ տակով է, ցեխա դառնում, միջև ցեմենտ կանենք։ Միջև կանեք, Աստված մեծ է, դրա հնարավորությունն էլ կլինի, կարևորը սկիզբն էր։ Այո, շնորհակալություն ենք հայտնում մեր բարերարներին, շնորհակալություն կովի համար, անպայման կպահենք ու հույս ունենք, որ ավելի կշատանան։ Տա Աստված, իսկ երեխաները ինչ կասեն, անուն դրել եք երեխեք կովին։ Բա ինչ եք կանչում իրան, որ ջուր եք, օրինակ դու ջուր ես բերում, ինչ ես ասում, ինչ կովին, ինչ ես։ Դե եկեք մի հատ, Ինչ եք դրել, դե եկեք մի հատ անուն որոշենք շուտ։ Ծաղիկ, լավն է։ Չէ։ Հələ տեսեք, շատ սիրուն կով է, բայց կարանք մի հատ սիրուն անուն դնենք իրան։ ասենք Նարգիս։ Չէ, Նարգիսի սիրուն եթե ուզում։ Կովի անու դնենք Սիրուն։ Սիրուն դնենք։ Սիրուն է, ուրեմն Հա? Սիրուն կդնենք։ Всё, կովի անուն դրեցինք սիրուն։ Դե սիրունին լավ կպայեք, որ ինքը ձեզ սիրուն ձակուկներ տա, հա։ Առաջի հորթուկը վերադարձնում ենք կազմակերպությանը։ Սիրով եք տալու, գիտեմ որ կասեք։ Այսպես Չէ, է։ դե շնորհակալություն։ Քանի որ ընտանիքներ կան, ում չենք հասցնում օգնենք, այդ հորթուկն ենք նվիրում, իրանք էլ մեծացում են, էլի կովի տեր են դառնում։ Հա, հասկանալի է։ Շատ շնորհակալ ենք։ Դե ինչ ասեմ, բալիկներ ջան, առողջ լինեք, ձեր կովը շատ կատ տա, խմեք, մեծանաք, լավ մարդիկ դառնաք, դուք էլ ամենքդ մի ընտանիքի օգնեք, հա։ Տենց ենք պայմանավորում, լավ եք դպրոցում սովորում, լավ գիտելիքներ եք ձեռք բերում, լավ աշխատանք եք գտնում, պարտավորվում եք մի ընտանիքի, ով կունենա ձեր նման հիմա պուճուրիկ երեխաներ, մի ընտանիքի կով եք տալի, հա։